Բարև ձեզ հարգելի երեստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, մի քիչ անսովոր պայմաններում այսօր Տոլմայի տոնի օրն է եւ մենք գտնվում ենք Մուսալլեր հուշահամալիրում։ Տոլմայի փառատոն, 5-րդ փառատոն եւ լավ տրամադրություն։ Ես ուզում եմ, որ դուք չերանաք հերոստա էկրանների մոտից, որովհետեւ դուք տեսնելու եք այսօր բազում Տոլմայի տեսակներ։ Իսկ այժմ ես կխնդրեմ մեր նկարանող խմբին, որ շրջեն տաղավար առ տաղավար, որպեսզի հարգելի երեստադիտողներ դուք էլ տեղյակ լինեք, տեսնեք, թե ինչ բազմազան է մեր խոհանոցը եւ հատկապես Տոլմայի տեսականին։ Գնացինք։ Այս տարի պատրաստել եմ մի նոր տոլմա, որը մտածելով, որ ուրիշ երկրներում կարող են չունենալ խաղողի թուփ կամ ինչ-որ մի ուրիշ բան, փորձել եմ մեր խաղողի թփով իմպրովիզ անել, հայկական տոլման հնդկական ոճով, հավի եւ նարինջի բաղադրատոմսով եւ կարի սոուսով։ Եվ մնացած բոլոր մեր ավանդական տոլմաները, որոնք պատրաստել եմ բարբարիսի հյութում, տարբեր տեսակներով։ Տոլմային մասնակցում եմ 3-րդ անգամ։ Այս տարի փորձել եմ չզարմացնել, բայց փորձել եմ նորություն ինչ-որ կազմակերպել իմ ներկայացրած ուտեստի մեջ։ Տեսնենք ոնց կգնահատվի։ Բոլոր փառատոներն էլ իրենց իմաստ ունեն։ Վերցանելու, նորից ասելու մեր հայկականը, նորից բոլորին ասելու, որ մերը շատ համով է։ Հաղթանակը բոլորինս է, քանի որ բոլորս արդեն մասնակցում ենք։ Ես կոնկրետ արդեն 3-րդ տարին եմ մասնակցում եմ։ Առաջի տարում պարոն Մամուլյանի սաներով հավաքվեցինք, մեր կողմից տաղավար ներկայացրեցինք։ Երկրորդ տարին պարոն Մամուլյանից հետ արդեն միասին, իսկ հիմա առանձին մեր պարոն Մամուլյանի բացած Մամուլյան եւ ընկերներ գինետումն ենք ներկայացնում, նոր տաղավար ենք բացել, շատ հյուրերը շատ գոհ են։ Ճիշտ է, ներկայացրել ենք մրցույթային տոլմաներ, բայց ժուրիներին էլ ասել ենք, որ մեր մրցույթից դուրս ենք մենք, այսինքն թող հաղթեն մյուս տաղավարները, եթե կարողանան, եթե մենք ինչ-որտեղ գրավեցինք, մեզանից հետո հանձնենք մրցանակարգ։ Հոբելյանական 5-րդ փառատոնն է Տոլմայի, ակնկալիքները բնականաբար նոր բաղադրատոմսեր ունենալն է, որտեղ մեր խոհարարական, ազգային խոհարարական միտքը համոզված եմ, որ մի տեղում կանգ չի առնում, նա անընդհատ զարգանում է եւ համոզված եմ, որ մենք այս փառատոնից նորից էլի կունենանք գոնե մի քանի հատ նոր բաղադրատոմսեր։ Փառատոնին մասնակցում են այս տարի մոտավորապես 27-28 տաղավար։ Փառատոնը այս տարի կազմակերպվել է Մուսալլերի հուշահամալիրում, հերոսամարտի հուշահամալիրում, դա էլ իր խորհուրդն ունի, քանի որ այս տարի նշվում է նաեւ Մուսալլերի հերոսամարտի 100-ամյակը։ Մասնակցում եմ 2-րդ անգամ, նախանցած տարի եմ մասնակցել, շահել եմ ոսկի մեդալ, հանդիսատեսի համակրանքը եւ լավագույն մտահաղացում։ Այս տարի ներկայացել ենք յուրահատուկ տոլմայով, իշխանի ֆիլեով տոլմայի փաթաթը եւ սալորաչրով եւ չրերի տեսականիով։ Տոլմայի փառատոնին մասնակցում ենք առաջի անգամ թիմով, մինչ այդ մասնակցել ենք խորովածի փառատոնին եւ ձկան փառատոնին, զբաղեցրել ենք լավագույն համ մրցանակաբաշխությանը առաջին տեղը։ Այս տարի նորամուծություն եղել է 3 հատ, ուրեմն հորթի մսով տոլմա, ձկան իշխանի, Սևանի իշխանի մսով տոլմա եւ բրինձի թերթիկներով, բրինձի լիստերով կարելի ասել տոլմա։ Դա բրինձի լիստերովը կոնկրետ կարող եմ ասել, որ բոլորն են հավանել, որովհետեւ ոչ մի հատ չի մնացել մեր մոտ, սաղ տարել են։ Մսով չի, բանջարեղենով ընդհանրապես։ Տոլման ներկայացնել որպես փառատոնի մաս կարևոր է։ Ինչու համար, որովհետև մենք արդեն ինքներս ներկայացնում ենք տոլման որպես հայկական մշակութային ինչ-որ մի մաս։ Գիտենք, որ խոհանոցը իր ամբողջությամբ ինքը եւս մշակույթի առանձնահատկություններից է եւ ինքնության մի մասն է կազմում։ Միգուցե ամբողջովին չի կարող ինքնությունը ներկայացնել, բայց ինքը տոլման որպես ուտեստի խոհանոցի մի մաս կարող է ընդգրկվել որպես ինքնության ցուցիչ։ Մանավանդ եթե հայկական բոլոր տոների ժամանակ, եթե ասենք ինչ եք պատրաստել, ենք ասում դե հայկական կերակուրն է տոլմա, առաջինը հենց տոլման են շեշտում ու մեր տոլմայի տարբերությունը մնացած որ տոլմա փաթաթում են, հա, դա հենց այդ փաթաթելու մեջ է, որ մենք ասում ենք մենք տոլման փաթաթում ենք։ Ուրիշ ժողովուրդներ, որոնք պատրաստում են տոլմեն, իրենք ասում են մենք լցնում ենք տոլման կամ պատրաստում ենք, մենք փաթաթում ենք։ Ինքը երևույթը հենց դրա հետ է կապված։
Like ասում, ձեր ծափարությունները։ Շահել եմ լավագույն համ մրցանակը իմ խմբի հետ, մենք պարոն Մամուլյանի խմբում ենք ուսանել, հույսով ենք, որ ավելի ակտիվ կլինեն երիտասարդները և ավելի հետաքրքրված կլինեն ազգային խոհանոցով։ Մեր նորաբուծությունը այն էր, որ մենք պատրաստել էինք ճագարից դոլմա, որը գրավեց լավագույն համ առաջի տեղը եւ ամենակարևորը որ մենք ոչ թե ասենք պրոֆեսիոնալ խոհարարներ ենք, այլ մենք անցած տարի ենք վերջացել դասընթացները Մամուլյանի մոտ եւ պարզա որ եթե արդյունք չլներ մենք առաջի տեղ չենք գրավի։ Ես ունեի գառի մսով պատրաստած տոլմա, ունեի այդ մի ամբողջ իմ ներկայացրած տոլմաների մեջ, ունեի փոքրիկ բանջարեղեններ էի լցոնել տավարի եւ գառի մսով, բրնձի լիստերի մեջ լցոնել էի բրնձով եւ հավի սիրտու թոքով, խառը եւ ճուտիկներ էի լցոնել։ 3 փոքրիկ շատ նորելուկ ճուտիկներ էի լցոնել հավի սիրտու թոքով ու բրնձով խճողակով։ 5-րդ փառատոնին մեզ մոտ նաեւ տոներ 100-ամյակը Մուսալերի Եվ այսօրվա մթնոլորտը մի փոքր ավելի ուրիշ էր զանազան տոլմաներով ու ավելի շատ մասնակիցներով։ 5-րդ փառատոնին մեր մասնակիցները ավելի շատ էին, քան առաջին։ Անվանակարգները լավագույն տեսք, լավագույն համ եւ լավագույն մտահաղացում։ 3 նոմինացիա էր։ Եվ բարձրակարգ հաղթող 1 հոգի, որը բոլոր կրիտերիաներին համապատասխանում էր։ Ճիշտն ասած ես չէի պատկերացնում, որ ինչ-որ կզարմացնեմ մարդկանց իմ թե ռեկորդային տոլմայով, թե ինչ-որ համայինով և տեսականիներով, բայց ստացվավ իմ մոտ, հոտով եմ պրոբանում, ես համայինով ինձ թվում է իմ պատրաստածնա կարող շեղվեմ, բայց տեսքով, իմ ստաժով ես արդեն հասկանում եմ, միսը ինձնից ինչ է ուզում, դա բավ կանեմ, կամ ես իրանից ինչ եմ հասկանում։ Քանի որ աշխատում եմ այս ոլորտում, պետք է այդ գեղեցիկ օրերը մենք մեր նշանակությունով նշանակենք մեր նշանակված ստաժը։ Եվ այսպես արգելի հերոստատիտողներ, դուք տեսաք, թե ինչ գեղեցիկ բազմազան տոլմաներ էր ներկայացված, ես ուղղակի հուշեմ ձեզ և հաղորդեմ, որ գլխավոր մրցանակը շահեց Աֆրիկյանների Պանդոկ ռեստորանը, շահումներ եղան նաև տարբեր անվանակարգերում, անվանակարգերը 3-ն էին, լավագույն համ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում, բոլոր անվանակարգերը և հաղթողները գտան իրենց տեղերը և ես նկարանող խմբին և հետագայում նաև բարեկամներ մենք մեր հեռուստահաղորդման ժամանակ կհրավիրենք և հաղթողներին և բոլոր մասնակիցներին։